Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կրքերը չեն հանդարտվում, բանն այն է, որ Երևանի մայրբուհի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունը դրժվել է և նշանակվել է նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որի հետ էլ աշխատակազմը հաստ չէ։ Պատճառը նաև վերջինիս հաղորդակցման մեթոդներն են։ Մայրբուհի կողմից մեզ հետ հաղորդակցությունը իջեցվել է այն մագարտակի, որ նոր նշանակված պարտականություններ կատարողը WhatsApp-ով հանձնարարականներ է ուղարկում, հետո բացատրագրեր է պահանջում, որ դրանց հիմքով նկատողություններ տան ու աշխատակիցներին հեռացնեն, բայց մեր խնդիրը դա չէ, մենք կաշկանդված չենք ստեղ որևէ գույքով, այդ թվում որևէ աթոռով կամ պաշտոնով, խնդիրը ավելի շատ բարոյական է, իրավական դաշտի հետ կապված, մենք խնդիր չունենք, բայց այն որ 10 օր մի շաբաթ հարցը քննվում է եւ ուզում ենք որ մեզ հետ հանդիպեն խոսեն, որևէ մեկը նախաձեռնություն չի հայտնել։ Կամ որ նոր նշանակված անձը գալիս ասում է ես միայն որ պատվորեն եմ գալու մի ժամով ու ստորագրեմ թղթեր գնամ։ Մենք մեր մոտ հարց է առաջանում, ստեղած թիմը ինտենսիվ աշխատում է 40 ժամ շաբաթական։ Հիմա եթե դուք շաբաթական մի ժամ եք աշխատում, ստացվում է որ դուք 40 անգամ մեր process-ները հետ եք գցում։ Սա անընդունելի կառավարման մոդեցում է մեզ համար։ Կամ ասում են որ եթե ձեր դասախոսները կհրաժարվեն մասնակցել քննություններին եւ կմիանան բոյկոտին, մենք Երևանից նոր դասախոսներ կներգրավենք եւ իրենք քննությունները կանցկացնեն։ Այսօր հայտարարություն տարածեցինք ստիպված եւ այդ հայտարարության հիմքում երկու բան կար, մեկ պահանջ եւ մեկ խնդրանք։ Պահանջն այն է, որ ըստ իրենց խոստման նախապես տրված խոստման կատարեն նշանակումը եւ հետո մրցույթին թող մասնակցեն ով ցանկանում է եւ ինչ կլինի հետագայում կերևա։ Եվ երկրորդը մենք խնդրել ենք հանդիպում պարոն վարչապետի հետ եւ եթե պարոն վարչապետը կգա համալսարան կամ մենք կգնանք իր մոտ եւ ինքը կասի որ ունենք այն ինչ ունենք կամ նորմալ է, դուք ձեր թիմով զբաղվեք ձեր գործերով, մենք որևէ խնդիր չունենք այդ առումով։ Որևէ մեկի նշանակելու համար մենք գիտենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ պետք է նաեւ հաշվի առնել կոլեկտիվի կարծիքը։ Չի կարելի տեսնել, եթե պետք է առաջվա սկզբունքներով ղեկավարենք, ուրեմն կարող ենք փողոցից մեկից բերել, Գյումրի օրինակ քաղաքապետարանի աշխատողներից բերել տանել լրիվ, բայց սա մասնագիտական փուլ է եւ որտեղ Պետրոսյանն իրան ցույց է տվել իր լավագույն հատկանիշներով եւ փողի զարգացման համար նպաստող շատ տարբեր պայմաններով։ Ուից պահանջվել է առնվազն 8 տարի հասնելու այն ամենին, ինչ այս պահին ունի եւ ստեղծվել է մի իրավիճակ, որը նսեմացնում է այդ ստեղծվածը, ապա մենք իհարկե ցավ ենք ապրում դրա համար եւ չենք կարող հաշտ լինել դրա հետ։ Եվ սա process է, որով մենք հայտնում ենք մեր անհաշտությունը դրա հետ եւ անհարգալից վերաբերմունքը նաեւ, քանի որ ներկայացվել է բուհը եւ անձնակազմը որպես ընտանիք, իսկ մեր բարոյական ընկալումներում ընտանիքի հետ այդպես չեն վարվում։ Հիմա նաև կա տարածված կարծիք, որ պարոն Պետրոսյանը ստանալու է նոր պաշտոն։ Միգուցե այս բոյկոտը վերջում պարզվի, որ անտեղի է, թե նման մտավախություն չկա, որովհետև վստահ եք, որ պարոն Պետրոսյանը չի ունենալու նոր օրինակ քաղաքական պաշտոն։ Մեր խնդիրն այն չէ, որ ինչ որ մեկը այս process-ի արդյունքում պաշտոն ունենա։ Եթե ինչ որ process-ներ կան, որ լինելու են, կլինեն։ Մեր խնդիրն այն է, որ եղած թիմի հետ պետք է հարգալից վերաբերվել եւ հաղորդակցվել թիմի հետ։ Պարոն Պետրոսյանը գուցե պաշտոն կստանա, գուցե չի ստանա, ես ինֆորմացիա չունեմ այդ մասով, բայց այստեղ կա 30 հոգանոց թիմ, որի հետ կարելի է, եթե նույնիսկ հաշվի նստել չասեմ, գոնե զրուցել, ներկայացնել խնդիրը, լսել խնդիրը եւ փորձել լուծում տալ։ Ժամանակավոր պաշտոնակատար Մխիթեր Ասլանյանը մայրբուհի պրոռեկտորն է։ Վերջինս մեր զանգին չպատասխանեց, իսկ մայրբուհից էլ փոխանցեցին իրենք թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունեն այս պահին։ Կարեն Պետրոսյանն էլ այսօր հանդիպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպումը դեռ ակնառու փոփոխություն չի տվել, Պետրոսյանը հետևելու է զարգացումներին։